լավագույն եւ հարազատ։ Բարև ձեզ հարգելիներ։ Վանացանի եթերով եւ թիմադեդրի էջով ցեզի հետ են Սերլին եւ Գրիգորը ներկայացնելու համար հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Հայրենի դաշիր ընկերություններու խումբի նախագահ անվանի բարերար Սամուել Գարաբեդյան երեկ կատարեց հայտարարությունը ասելով թե փոքրիկ խմբակը մորնալով հայոց պատմությունը հայ եկեղեցու հազարավոր դարներու պատմությունը հարցակած է հայ եկեղեցու վրա հայ ժողովրդի վրա ես միշտ հայ եկեղեցու եւ հայ ժողովրդի կողքին եղած եմ եթե քաղաքական կորձիչները չհաջողին ապա մենք մեր ցեղով պիտի մասնակցենք այս բոլորին Այդ հայտարարությունն հետ իշխանություններ որոշեցին ցերպակալել Սամուել Գարաբեդյանը։ Գար ժամանակ հետ Գարաբեդյանի մեծ թիվով համախոհներ հավաքվեցան անոր դանդիմաց, ապա նաև Նալբանդյան բողոդա ներքին կորդոս նախարարության գազագերբված հանցագործություններու թեմ բայկարի գլխավոր վարչության շենքին դիմաց իբրև փողոք Գարաբեդյանը ցերպակալելու որոշումին։ Երեկ ազգային ժողովի Հայաստան խմբակցությունը Սամուել Գարաբեդյանի հարցին շուրջ հրաբարագեց հետևյալ հայտարարությունը։ Հայասկի մեծ բարերար Սամուել Գարաբեդյան այսօր իբրև պատասխան վարչախումբի անպարով ոտնձգություններուն հրաբարագային գերբով պաշտպանեց հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Անմիջապես հաջորդեցին Նիկոլ Փաշինյանի հաշվեհարդարի սանձարձակ կոչերը գործարարին թեմ եւ ուժային կառույցներուն աբորինի հրահանգները։ Դարաձաշրջանի վտանգավոր զարգացումներու ծիրին մեջ բեդության անթույլատրելի եւ անպատասխանատու նման արտահայտությունները եւ աբորինի գործողությունները գործանարար են եւ կպահանջեն համասկային համախմբում։ Հովիտա Հայաստանի Գերագույն մարմինի ներկայացուցիչ Հայաստանի ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյան այս առիթով կատարեց հետևյալ հայտարարությունը։ Սամուել Գարաբեդյանի թեմ գործողությունները նպատակ ունին վախցնել եւ լրացնել հայ առաքելական եկեղեցու աստեցիկ բոլոր պաշտպանները։ Այս ուղերձ է մնացյալ գործարարներուն եւ թերագադարներուն թրքական նախապայմաններու հետ հաշտվելու բարդացանքին։ Այսօր մեր հայրենագիցները անգամ եւս ագնադից դարձան, թե ինչպես եւ ինչու այս տարիներու ընթացքին ինտիմատիներու թեմ վարգապեգումի եւ թիրախավորումի արշավներ եւ այլ տեսակի աբորինի գործողություններ կատարված են։ Սակայն ակնհայտ նաեւ, որ Հայաստանի բանդերում մեջ տեղերը բավարար չեն հայ առաքելական եկեղեցու բոլոր պաշտպաններուն համար նշեց Սաղաթելյան։ Երեկ Ռուսիո Պետթումայի վերահսկողության կոմիտեի առաջին փոխնախագահ Դիմիտրի Գուսև հայտարարեց, որ Հայաստանի մեջ դեղի ունեցողը նախագահական աթոռի համար պայքար է։ Մեկնաբանելով ռուս գործարար Դաշիր ընկերության խումբի նախագահ Սամուել Գարաբեդյանին առնչվող իրավիճակը։ Գուսև ընդգծեց, այն ինչ որ դեղի կունենա Հայաստանի մեջ, անշուշտ պայքար է նախագահական աթոռի համար։ Աննշեց, որ Հայաստանի մեջ ընտրությունները դեղի պիտի ունենան 1 տարի հետք եւ այդ դարբեր իրադարձություններում միայն սկիզբն է, որոնք քաղաքական գործիչին կարծիքով ոչ միայն գարանչվին եկեղեցին, հայ գործարարներուն, այլև դեղի կունենան այլևայլն երկիրներու, օրինակ Մեծն Բրիտանիո եւ Ֆրանսիայի միջամտությամբ։ Ռուսիո արտաքին գործոս նախարարության փամփեր Մարիա Զախարովա իր գարկին հայտնեց։ Ռուսիա ուշադիր կհետևի Գարաբեդյանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Երևանի մեջ Գարաբեդյանին կսպառնան դարօրինակ բادվերակներով հնարավոր ցերպակալությամբ։ Մենք կդրամատրենք անհրաժեշտ օգնություն, որբեսի անոր օրինական բոլոր իրավունքները հարգվին, նշեց Զախարովը։ Հայաստանի մարդու իրավունքներու նախկին պաշտպան Արման Թաթոյան Դաշիր ընկերություններու խումբի նախագահ
անվանի բարերար Սամուել Ղարաբեդյանի դեպքին անդրադառնալով նշեց. Այլևս կարելի չէ թաքցնել, որ Հայաստանի մեջ քրեական գործերու անհրաժեշտության բարակային անոնք կհարուցվին քաղաքական հրահանգով, ինչպես նաև կառավարության ղեկավարի թիմադեդրյան էջով։ Թաթոյանի համաձայն իրավաբահ համագարքին հեղինակությունը ոչինչի հավասար է, մանավանդ երբ անոնք հլու հնազանդ կկատարեն քաղաքական հրահանգը։ Ակնհայտ է, որ իրավունքի քերագայությունը կամ ժողովրդավարությունը վերջացած է։ Իրավական պետության համար աղետ է, երբ այս բոլորին վրա գավելնա վարչապետին կողմէ ադելության խոսքի լայն տարածումը եւ անհանդուրժողականության հրահրումը, գրեց Արման Թաթոյան։ Իրավապաշտպաններու նախաձեռնությունը հրաբարագեց հայտարարությունը, իբրև աջակցություն գործարար Սամուել Ղարաբեդյանի։ Գործարար Սամուել Ղարաբեդյանի նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական պատվերիմը օրինակն է։ Արիտը հագասահմանադրական, հագապարոյական ու աբակայի հարցակումեն հայ եկեղեցվո պաշտպանության մասին անոր հայտարարությունն է, որուն հետևած է կառավարության ղեկավարին անթակույց թիմադեդրի հրահանգը։ Այս քայլով նշված անձը հերթական անգամ ինքզինք դուրս կտնե իրավագարկեն, իր հրահանգը կատարող բոլոր պաշտոնյաները վերածելով առանձնապես ծանր հանցագործության հանցագիծներու, եզրակացուց 5 իրավապաշտպաններու նախաձեռնության հայտարարությունը։ Ամենան հայոց կաթողիկոսությունը 3 հանդես եկավ հայտարարությամբ իբրև պաշտպանություն գործարար Սամուել Ղարաբեդյանի։ Հայտարարությունը ասավ. հայտնի դարձավ, որ հայ եկեղեցու աջակցություն հայտնել է անմիջապես ետք իրավաբահ մարմիններու կողմէ փորձ կատարված է ցերպակալելու ազգային բարերար Սամուել Ղարաբեդյանը եւ ներկա բահուն գխոզարգվի անոր դունը։ Խստորեն կդատաբարտենք քաղաքական ակնհայտ շարժարիտներով պայմանավորված այս հետապնդումը։ Հայաստանի իշխանություններուն գհորդորենք անհաբաղ դադրեցնել աբորինի գործողությունները, նշեց հայտարարությունը։ Թուրքիո արտաքին գործոս նախարարությունը X-ի մեջ հայտարարեց, որ Անկարայի մեջ Թուրքիո արտաքին գործոց փոխնախարար Բերիս Էքինջի հանդիպումը ունեցավ Հայաստանի արտաքին գործոց փոխնախարար Վահան Գոստանյանի հետ։ Հաղորդակցության համաձայն կողմերը հանդիպումին ընթացքին միտքեր փոխանակեցին երկկողմ եւ դարաձաշրջանային հարցերու շուրջ։ Հայտնենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան երեկ հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան 20 հունիսին Թուրքիո նախագահ Էրդողանի հրավերով պիտի մեկնի Թուրքիա։ Բادرազմի առնչվող վտանգները այսօր չնչին են։ Մենք պետք է աշխատենք, որ զանոք ընդհանրապես չեզոքացնենք եւ Հայաստանի կառավարությունը կորձոն քայլեր կգադարե այդ ուղղությամբ։ Ես կնկատեմ, որ նման կորձոն քայլերեն մեկը ցեզի հայտնի վարչապետի Թուրքիա նախադեсվող այցելությունն է։ Կհաստատեմ, որ պիտի մեկնի, սակայն մնացածը վարչապետի գրասենյակի իրավասության մեջ է։ Շրջանային բոլոր հարցերը պիտի քննարկվին։ Այդ այցելությունը պատմական է։ Հայաստանի Հանրապետության ղեկավարը առաջին անգամ նման մագարտակի այցելություն պիտի տա։ Հրավերը ուղղված է Թուրքիո նախագահի կողմէ, ըսավ Սիմոնյան։ Ազգային ժողովի մեջ հարցազրույցի ընթացքին ազգային ժողովի փոխնախագահ Հայաստան-Թուրքիա հարաբերություններու ղեկավարման գործընթացի Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը ասավ. Հայաստանի արտաքին գործոս փոխնախարարին Թուրքիա այցելությունը Հայաստան-Թուրքիա ղեկավարման զիրի մեջ է։ Ռուբինյանն նշեց, որ ոչ միայն ինք գահորդակցի Թուրքիո հատուկ ներկայացուցիչին հետ, այլև արտաքին գործոս նախարարության մագարտակով զանազան նախարարներու մագարտակով հարաբերություններ կան, երկիրներու ղեկավարները հերացայնային զրույցներ ունենան։ Նշենք, որ Անկարայի մեջ տեսակցությունը տեղի ունեցավ Հայաստանի եւ Թուրքիո արտաքին գործոս փոխնախարարներ Վահան Գոստանյանի եւ Բերիս Էքինջի միջև։ Տեսակցության ընթացքին գոմերը միտքեր փոխանակեցին երկկողմանի եւ դարաշրջանային հարցերու մասին, նշեց հաղորդակցությունը։ Այն հարցումին թե Փաշինյան-Էրդողան տեսակցությունը նախադեсված է, Ռուբինյանը ասավ. Երբ վարչապետին այցելությունը ծրագրվի, հարմար արիթին կառավարությունը կդերեկացնի այդ մասին։ Ինչ կվերապերի իր եւ թուրք գործընկերոջ տեսակցության, Ռուբինյանն ասավ.
Այս պահուն հանդիպումի հստակ թվական չկա։ Արցախի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Մեդաքսե Հակոբյանն նշեց. Հայրենիքս լրեց, ոչ թե պատերազմեն, այլ իշխանութենեն 19 սեպտեմբեր 2023-ին սոս աղետ մչեր։ Ան խորհրդանիշ դարձավ պետական դավաճանության, երբ ժողովուրդը մնաց առանց հողի, առանց ցայնի եւ առանց պաշտպանի։ Այսօր մեր ցավը կգրկնվի այս ժողովուրդներու հետ հանդիպումին ընթացքին, բայց մեր խաչը միայն մենք կգրենք։ Այսօր, երբ կտեսնենք այս ժողովուրդներու զայրույթը եւ վախը, ես կհասկնամ զանոնք։ Բայց միևնույն ժամանակ մեր մեծ խորքային դարբերություն կա։ Անոնց ցավը չի փխիր պետական դավաճանութենեն։ Մինչդեռ մեր իշխանություններուն գամքով մեզ խլեցին մեր հայրենիքը։ Այս է դարբերությունը, ոչ թե պատերազմի արգայութենեն, այլ պետության բացակայութենեն։ Երբ պետությունը իբրև հաստատություն կվերածվի թիգունքի փոխարեն ճակատի, երբ խաղաղության դիմաց զգարաչարգվի ինքնասպանություն, երբ ողջ մնալու համար մարդ պիտի հրաժարի ինքնութենեն եւ բնորանեն, այդ այլապես խաղաղություն չէ։ Այդ պատրաստված լրություն է։ Այս լրությունը գխեղթե ամեն օր։ Ես իրանցի դղամարդը, որ չեր գրնար գապ հաստատել, ինձի համար հերթական հաստատում էր, որ այս աշխարհի մեջ կան պետականություններ, որոնք հավանաբար անգադար են, բայց չեն դավաճաներ իրենց ժողովրդին։ Իսկ մենք, որ վերաբրած ենք Արցախյան սեպտեմբեր 2023-ը, գիտենք, թե ինչ կնշանակե, երբ կապ չկա ոչ միայն հերացայնի մեջ, այլ նաև պետության եւ վստահության մեջ։ Այդ կապը մինչև օրս չէ վերականգնած։ Եզրակացուց Արցախի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Մեդաքսե Հակոբյան։ 16 հունիսին Euromedia 24-ի եթերով հայ հեղափոխական դաշնակցության անդամ Հայաստանի ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյան անդրադարձավ Հայաստան խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի եւ Արձվիկ Մինասյանի անտեպ հանրային հետապնդում կատարելու դատախազի միջնորդության վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին ազգային ժողովի հերթական ընտրություններուն դաշնակցության մասնակցության սևին Իրան-Իսրայել լարված հագամարտության եւ այդ ծիրի մեջ Սյունիքի սպառնացող վտանգներուն եւ այլ հարցերու։ Այն հարցումին, թե ինչ է սպասել Փաշինյան-Էրդողան հանդիպումեն, Արթուր Խաչատրյան պատասխանեց. Փաշինյան, որու հետ որ հանդիպած է, միայն սախողած է։ Հետևաբար դրական որևէ ակնկալություն չկա։ Հավանաբար պիտի փորձեն հավելյալ զիջումներ կատարել Թուրքիո, ակնկալելով, որ Թուրքիա կմիջնորդե, որբեսի Ադրբեջան քիչ մեղմացնե իր հագահայ քաղաքականությունը։ Բայց այդ մեկը շատ խեղճ մտածելակերպ է, որովհետև թուրքերը շատ անգամ հայտարարած են, որ իրենք մեկ ազգ են երկու պետությամբ, եզրակացուց Արթուր Խաչատրյան։ Հարկելի ունգընտիներ, վանացայնի եթերով և թիմադրի էջով ներկայացուցինք հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Ցեզի հետեին Գրիգորը, Սերլին և ցայնի հաղորդավար Նատալին։ Մնացեք միշտ վանացայնի ունգընտիր։